Միջազգային լրահոսն այսօր։ Ռումինիայում մայիսի 4-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է ազգայնական դաշինք հանուն ռումիացիների միավորման կուսակցության առաջնորդ Ջորջե Սիմեոնը հավաքելով ձայների 41%-ը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սիմեոնի մրցակիցը կլինի Բուխարեստի քաղաքապետը ու աջ կենտրոնամետ Ռումինիայի փրկության միության հիմնադիր Նիկուս Օրդենը, որը առաջին փուլում ստացել է ձայների 21%-ը։ Առաջին փուլում երրորդ տեղը զբաղեցրել է Կրին Անտոնեսկոն, որին հաջակցում է Ռումինիա առաջ ձախ կենտրոնամետ դաշինքը, ով ստացել է ձայների 20%-ը։ Այս տվյալները հրապարակել է Ռումինիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեատերտիկների 99.99%-ի հաշվարկից հետո։ Ընտրությունների հաղթողը կորոշվի երկրորդ փուլում, քանի որ թեկնածուներից ոչ մեկը առաջին փուլում չի ստացել ձայների 50%-ից ավելին։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 53%, դրանց մասնակցել է գրեթե 10 միլիոն ընտրող, որոնցից մոտ 1 միլիոնը քվեարկել է արտերկրից։ 38-ամյա Սիմեոնը գովաբանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, կրում է նրա նկարներով բեյսբոլի գլխարկներ ու հայտարարում, որ իր կուսակցությունը հանրապետական կուսակցության բնական դաշնակիցն է։ Ուստի հակառակորդները նրան անվանում են Թրամփիստ։ Իսրայելը Գազայի հատված է տեղափոխում տասնյակ հազարավոր պահեստազորայինների, այս մասին հաղորդում է Sky News-ը։ Իսրայելի բանակը Ցահալը հայտարարել է, որ սա արվում է գործողությունները ուժեղացնելու ու ընդլայնելու նպատակով Համաս ահաբեկչական խմբավորման դեմ։ Բանակը նաև նշել է, որ նրանք կգործեն նոր շրջաններում Համասի ամբողջ ենթակառուցվածքը ոչնչացնելու նպատակով, թե գետնի վրա եւ թե ստորգետնյա թունելներում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազայում ռազմական գործողությունների ընդլայնման պլանը, որը նախատեսում է նաև պաղեստինյան տարածքի գրավում։ ՄԱԿ-ը եւ միջազգային հումանիտար կազմակերպությունները շաբաթներ շարունակ ահազանգում են շրջափակման մեջ գտնվող պաղեստինյան անկլավում տիրող աղետալի վիճակի, այդ թվում սովի մասին։ Մարտի 18-ից Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայում, այն բանից հետո, երբ Համասի հետ մոտ 2 ամիս տևած հրադադարը ձախողվել էր։ Հիշեցնենք, այդ ժամանակից ի վեր Իսրայելի վերահսկողության տակ է անցել տարածքի մեծ մասը, ինչի հետևանքով 100 հազարավոր պաղեստինցիներ ստիպված են եղել կրկին փախչել իրենց բնակավայրերից։ Համասի մոտ դեռ գերի են մնում առնվազն 59 իսրայելացիներ, որոնք գերեվարվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ։ Կրեմլում կարծում են, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը անհրաժեշտ է։ Այս մասին այսօր մայիսի 5-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Պուտինի խիտ գրաֆիկը չի ներառում մայիսին Սաուդյան Արաբիա այցը։ Ժամանակացույցում նման ուղևորություն չկա, բայց մենք այդ հանդիպումը անհրաժեշտ ենք համարում, ասել է Դմիտրի Պեսկովը պատասխանելով մայիսին Սաուդյան Արաբիա այցի ժամանակ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր շփումների մասին հարցին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը նախապատրաստման կարիք ունի։ Դա պահանջում է ջանքեր տարբեր մակարդակներում, դա պահանջում է շարունակական շփումներ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև, ասել է նա։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ Եվրամիության ղեկավարները խնդրել են իրեն զանգահարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, լուծելու Ուկրաինայում հակամարտությունը, քանի որ Ռուսաստանի Դաշնության նախագահը իբր չի պատասխանել նրանց զանգերին։ Գիտեք, Եվրամիության ղեկավարները ինձ այնքան են խնդրել, որ զանգահարեն Պուտինին, քանի որ նա չի պատասխանում իրեն զանգերին, ասել է Թրամփը։ Այս շաբաթվա սկզբին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ուղիղ բանակցությունների պատրաստակամության ազդանշանը պետք է գա Կիևից, սակայն մինչ այժմ Մոսկվան որևէ գործողություն չի տեսել։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի հետ նախապես հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը բանակցել Ուկրաինայի հետ առանց նախապայմանների։ Իսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից եւ փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։ Խաղաղության եւ հանգստության մթնոլորտը վերջին բանն են, որ Իսրայելը ցանկանում է։ Նա մտահոգված է Սիրիայում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտով, այն փաստով, որ սիրիացի ժողովուրդը ինքն է որոշում իր ապագան եւ այն, որ երկրում ձևավորվում են միասնություն ու ամբողջականություն։ Այդ իսկ պատճառով նա փորձում է նոր կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, հրահրելով Սիրիայում որոշ խմբերի։
Իսրայելը, որը չի վարանում խաթարել իրավիճակը տարածաշրջանում, նաև շատ մտահոգված է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ու նրա ձեռք բերած հաջողություններով, ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ բոլորը պետք է ձգտեն նոր Սիրիա կառուցել հիմնված միասնության ու տարածքային ամբողջականության վրա։ Իսրայելական սադրանքները խոստանում են միայն արյուն, արդյունքներ ու մահ։ Այսօրվա Սիրիան բարեկեցիկ ապագայի բանաձև է, ինչպես մենք միշտ հայտարարել ենք, մենք թույլ չենք տա, որ մեր հարևան Սիրիան ներքաշվի նոր հակամարտության մեջ, ասել է Թուրքիայի ղեկավարը։ Դե ինչ հաճելիորեն ենք մաղթում, մնացեք Օրագիր Նյուզի հետ։